Մետրոյից օդանավակայան։ Կերոն զարգացման հիմնադրամի երաժշտական մետրո նախագծի հաջողությունը կազմակերպիչներին ստիպեց շարունակել երիտասարդ արտիստների հանրահռչակումը ձմռանը համերգները տեղափոխելով Զվարթնոց օդանավակայան։ Բանակցեցինք օդանավակայանի ղեկավարության հետ եւ մեծ ուրախության մեզ իրենք էլ նախագծի հետաքրքրությունը, կարեւորությունը, մարդկանց կողմից սիրված լինելը գնահատեցին եւ մենք միասին որոշեցինք նախագիծը իրականացնել այս անգամ օդանավակայանում։ Մեկնարկը 2025-ի դեկտեմբերի 19-ի կեսգիշերին էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ձևաչափը նույնն է, ինչ մետրոյում էր։ Օդանավակայանի սրահներից մեկը շաբաթը մեկ օր վերածվում է համերգասրահի։ Հիմնական հանդիսատեսը մեր երկիր ժամանող կամ երկրից մեկնող մեր հայրենակիցներն ու հյուրերն են։ Մարդկանց արձագանքը շատ անսպասելի էր։ Անգամ մեզ համար մենք հատուկ նշել էինք երեկոյան զգեստներ, որ մեր հյուրերը այդ փորձառությունը, որ դու սովորաբար օդանավակայան գնում ես մեկնելու եւ շատ ավելի այլ հագուստով, իսկ այս անգամ եզակի անգամ դու գալիս ես օդանավակայան երեկոյան զգեստներով, անկրկնվող, չկրկնվող եզակի փորձառություն, դասական երաժշտություն լսելու։ Եվ կարող եմ ասեմ, որ անգամ մայեստրոն պարոն Թոփչյանը ասեց, որ ես սպասում էի, որ հետարքիր է ստացվելու, բայց որ այս չափի մասշտաբային նախապատրաստություններ կլինեն եւ այս չափի մասշտաբային միջոցառում կլինի, իմ սպասումներից էլ վեր եղավ։ Ինչպես երաժշտական մետրոյի ժամանակ, այնպես էլ հիմա Կերոն զարգացման հիմնադրամն ընդունում է երիտասարդ խմբերի անհատ կատարողների մասնակցության հայտեր։ Այն երաժիշտները, երգիչները, պարողները, որոնք համապատասխանում են նախագծի պահանջներին, ելույթ են ունենում օդանավակայանում։ Ամեն շաբաթ որևիցե մի խումբ, այս անգամ նաև հետաքրքիր է, որ ունենք պարային խմբեր, ովքեր դիմել են եւ մասնակցում են իմիջիայլից անցած շաբաթ հենց պարային խմբերի ելույթ տեղի ունեցավ եւ նույնպես մեծ արձագանք ունեցավ։ Իմիջիայլից մենք շատ ստանում ենք արձագանքներ, որպեսզի հստակ ժամ եւ հստակ օր լինի նախատեսված, ցավոք օդանավակայանի պարագայում չենք կարողանում դա ֆիքսել, որովհետեւ կախված չվերթների ժամանումների օր ու ժամը մի քիչ փոփոխության են ենթարկվում։ Եղանակի տաքանալուն պես Կերոն հիմնադրամը կմեկնարկի բացօթյա համերգների շարքը, շարունակելով բացահայտել նորանուններ։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։